Ընտրություն։ Չեմ գնալու է, մեկը իմ ձայնի ինչա փոխելու, որ մեկը սաղ արդեն որոշված է։ Ծանոթ ֆրազա է, չէ՞։ Սա մեր անտարբերության ամենահեշտ ու տարածված արդարացումն է։ Բայց արի անկեղծ լինենք էլի։ Եթե քո մի ձայնը ոչինչ չի որոշելու, ինչի են բոլորը պայքարում հենց այդ մի ձայնի համար։ Մենք ընտրությունների համար ենք եկել, մեր տեխնացիայի օգտին ստորագրություններ ենք հավանել։ Որովհետև սաղ որոշված են լինում է միայն մի դեպքում, երբ դու հանգիստ տանը նստած քո համար սուրճ ես խմում։ Պատկերացրու ընկերներով պիցցա եք պատվիրում։ Ու դու ասում ես իմ համար մեկը, ինչ ուզում եք պատվիրեք։ Ու հետո ամբողջ գիշեր բողոքում ես, թե ինչի էր օրինակ պիցցան սնկով կամ պանիրը շատ։ Բայց չէ որ դու էիր ասել, որ ինձ մեկը։ Ընտրություն չկատարելն էլ է ընտրություն։ Դու որոշում ես, որ քո փոխարեն ընտրի օրինակ քո հարևան Մարուստատին կամ մեկը, ում հետ դու ընդհանրապես կապ չունես։ Ու հետո բողոքելու ու պահանջելու բարոյական իրավունքն էլ ես կորցնում։ Քո մի ձայնով աշխարհը չի փոխվելու, քո խնդիրները չեն լուծվելու, բայց դու ունենալու ես իրական գործիք, որ ցույց տաս, որ դու ես որոշողը։ Դու ես պաշտոնյայի գործի վերցնողը, աշխատացնողը, ոչ թե ինքը քո։ Եթե դու չորոշես քո ապագան, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր մեծ հաճույքով դա կանեն քո փոխարեն, ու քեզ կզրկեն քո ապագայից։ Հունիսին գնա ընտրության։ Դա քո իրավունքն ու պարտականությունն է։